Բարև ձեզ, Երկիր մեդիայի եթերում դուք դիտում եք իրավաբանական կլինիկան։ Այսօր մենք չենք խոսելու քրեական առանձին գործերի մասին, այլ քրեական իրավունքի էության մասին։ Որքանով է քրեական իրավունքը կատարում իր առաքելությունը եւ ծառայում իր առաքելությանը։ Արդյոք այն վերածվել է ճնշման կամ վերահսկման գործիքի։ Իմ հյուրն է քրեական վարույթներով փորձառու փաստաբան Հայկ Ալումյանը։ Բարև ձեզ, պարոն Ալումյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Ալումյան, քրեական իրավունքը որքանով է ծառայում հասարակություն, պետություն հարաբերություններում եւ որքանով է ի նպաստ հասարակությանը։ Ընդհանուր առմամբ իհարկե քրեական իրավունքը ինքը պարտադիր է ցանկացած հասարակությունում, ցանկացած պետությունում, որովհետեւ ինչ է ըստ էության քրեական օրենսգիրքը սահմանում է այն կարմիր գծերը, որից քաղաքացին տվյալ պետությունում բնակվող անձը իրավունք չունի անցնել։ Այսպես ասենք, որ քրեական օրենսգիրքը սահմանում է կարմիր գծերը։ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է այն ընթացակարգերը, որի միջոցով պետությունը քննում է քրեական գործերը, երբ որ տեսնում է, որ ինչ-որ մեկը այդ կարմիր գծերը հատել է։ Ինքը պարտադիր, շատ անհրաժեշտ ինստիտուտ է ցանկացած պետության համար, բայց նաև ձեր հարցը երևի ունի իր կոնտեքստը, ամենտեղ չի եւ միշտ չի, որ այդ գործիքը, անհրաժեշտ գործիքը օգտագործվում է միայն իր բուն նշանակության համար, հաճախ որոշ պետություններում այդ գործիքը օգտագործվում է նաև իջարը։ Դուք ինքներդ բազմաթիվ հարցազրույցներում նշել եք, որ կան քրեական վարույթներ, որոնցով որպես փաստաբան գնում եք դատարան, սակայն այնտեղ իրավաբանություն չկա, այնտեղ քրեական իրավունքը չի գործում, դատավարության նորմերը կարծես թե չեն պահպանվում։ Ինչի մասին է խոսքը եւ երբ դա փոխվեց։ Ես ասեմ այսպես, էլի, սկսած այն պահից, երբ ես դարձել եմ փաստաբան, ու մինչև այսօր ես չեմ աշխատել երբևիցե իդեալական դաշտում։ Միշտ մենք ունեցել ենք խնդիրներ, լուրջ, շատ լուրջ եւ երբեմն նաեւ անտանելի։ Հարցը նրանում չի, որ ասենք ինչ որ ժամանակահատված է եղել, երբ որ ամեն ինչ եղել է լավ։ Հարցը նրանումն է, թե ինչ մասշտաբի խնդիրներ են առաջանում փաստաբանների առջև եւ ոչ միայն փաստաբանների առջև, երևի առաջին հերթին մեղադրյալների առջև այս կամ այն ժամանակահատվածում։ Հիմա ես կասեի ոչ ամենալավ ժամանակներն ենք ապրում։ Պարոն Ալումյան, հանցագործությունների էական աճ ունենք, վիճակագրական կոմիտեում դեռևս ամփոփված են 2025 թվականի առաջին 9 ամիսների արդյունքները եւ էականորեն աճել են առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, միջին ծանրության հանցագործությունների թիվը։ Սա ինչով կարող ենք պայմանավորել։ Գիտեք, դրանով ավելի շատ կրիմինոլոգիա գիտությունն է զբաղվում, դե մեզ համար իհարկե իրավաբաններիս համար դա ուսումնասիրության համար պարտադիր առարկաներից մեկն է, բայց ես նեղ մասնագետ չեմ, իհարկե, որպեսզի ամենամանրամասներով ձեզ վերլուծություն տամ, բայց այն ինչ որ ակնհայտ է, կարող եմ մի քանի բան նշել իմ կարծիքը այդ առումով։ Պարոն, մենք որպես քաղաքացի Երևան քաղաքում բնակվելով դժվար էր օրինակ 5-10 տարի առաջ տեսնել քաղաքի կենտրոնում սպանված մարդիկ, այդքան տանակահարություններ, գրակոծներ, գրեթե ամեն օր այդ ամենն ունենք, այսինքն առանց վիճակագրության էական է, որ այստեղ ինչ որ բան փոխվել է։ Այո, դա նկատելի է, մթնոլորտ մեջ փոփոխություն է նկատվել, ու նոր չի նկատվել այն ժամանակվանից, երբ որ հասարակության մեջ ատելության խոսքը, հայհոյանքը, ամենագրեհիկ, ամենաանթույլատրելի հայհոյանքը հրապարակայինորեն արտահայտելը դարձավ սովորական երևույթ, հասարակությունը արհեստականորեն բաժանվեց սևերի սպիտակների, այս ինչ տարածաշրջանի եւ այն ինչ տարածաշրջանի ծագում ունեցող անձանց, գիտեք, այդ իմ կարծիքով այդ երևույթները
փոխեցին որոշ չափով այն բարի մթնոլորտը, որը մեր հասարակության մեջ այնուամենայնիվ կար։ Ինչքան էլ հասարակության մեջ ծանր դեպքեր լինում էին, ինչքան էլ որ առանձին անձանց միջև լինում էին շատ լուրջ կոնֆլիկտներ եւ այդպես նաեւ ասենք վենդետաների երևույթներ էլ կային, բայց այնուամենայնիվ ընդհանուր մթնոլորտը ես միշտ ընկալել եմ որպես բարի մթնոլորտ մեր հասարակության մեջ, բայց ինչ որ պահից սկսվեցին այդ հայհոյանքները, այդ ինտերնետով իրար նկատմամբ ամենակեղտոտ, ամենագրեհիկ արտահայտությունները, ատելության խոսքը, եւ դա ես կարծում եմ, որ որոշ չափով հասարակության մթնոլորտը փոխեց, իսկ հասարակության մեջ մթնոլորտը փոխվելուց հետո նաեւ երևի ազդեց արդեն քրեական պատկերի վրա։ Այստեղ ինչ փոփոխություններ դուք կառաջարկեք կամ ինչն են խնդիրները եւ քրեական իրավունքում առհասարակ ինչ դեր ունի հանրային շահը։ Դե հանրային շահը ինքը ընդհանրապես, երբ որ մարդուն հանցագործության համար պատասխանատվության են ենթարկում, դե այդտեղ հանրային շահն է, էլի։ Հանրությունն ասում է, մենք չենք հանդուրժում, որ մեր մեջ ապրի ազատության մեջ գտնվի մի մարդ, որը որ կատարել է այսինչ հանցագործությունը։ Սա հանրային շահն է։ Այսինքն այդ կարմիր գծերը, որի մասին ասի, դա հանրությունն է սահմանել, ընտրել է իշխանությունը սահմանել է այդ կարմիր գծերը հանրային շահից ելնելով, որպեսզի անձ, որը որ հակաբարոյական, հակաօրինական այդ աստիճանի բացասական վարքագիծը դրսևորում, ինքը պատժվի ապագայում այդպիսի բան տեղի չունենա եւ այլն։ Սա իհարկե քրեական իրավունքը ընդհանրապես եւ նաեւ քրեական դատավարությունը մասամբ ինքը ամբողջությամբ ինքը հենց հանրային շահի մասն է։ Այսինքն հանրությունը մտածում է ինչ անենք այն մարդկանց հետ, ովքեր որ այսպիսի բաներ են իրենց թույլ տվել։ Դա իհարկե հանրային շահ ամբողջությամբ էլի կարելի ասել քրեական օրենսգիրքը ամբողջությամբ հանրային շահի մասին է։ Ինչ պետք է անել հանցավորությունը նվազեցնելու համար, նախ երևի խոսքը պետության մասին է, պետությունը, հա։ Նախ պետք է ինքը իրան թույլ չտա հանցագործություններ, էլի։ Սկսենք այդտեղից։ Եվ հետո էլ մի քիչ արդեն մտածի նախ վերլուծի ինչու է հանցավորությունը այս աստիճանի աճել, որտեղ պիտի պատճառները ի վերջո գտնվեն։ Կրիմինոլոգիայի մասնագետները պիտի շատ լուրջ աշխատեն այս խնդրի վրա, վերլուծեն, հասկանան պատճառները, որովհետև ոչինչ հնարավոր չի դեպի լավը փոխել, եթե այդ վատացման պատճառները դեռ պարզ չեն։ Ոնալմյոն այս իրավիճակում ունենք նաև այդ հանրությունը ինչպես կարող է ազդել դատարանի որոշումների վրա, քրեական հետապնդումների դադարեցման վրա, հատկապես կխնդրեի նաև անդրադառնալ քաղբանտարկյանների թեմային։ Տեսեք, ես փաստաբան եմ եւ ես առաջին հերթին պիտի պարտավոր եմ էլի բերը չհանել, պատասխանատվությունը չհանել մեր մասնագիտությունից։ Նախ փաստաբանները պիտի այդ առաջի գծում փաստաբաններն են եւ իրենք պիտի յուրաքանչյուր դեպքում իրենց պարտականությունները աշխատեն 100%-ով կատարել։ Այդտեղ նաեւ ես էլ եմ պարտավոր դանել ու միշտ չի որ շատ գոհ եմ իմ արածից։ Դուք ասում եք հանրության մեջ էլ կան չէ շերտեր։ Հիմա փաստաբանները դա հենց նրանք են այդ հանրության են մասն են, որոնք որ առաջին հերթին պիտի աշխատեն այնպես անել, որ այս դրսևորումները, որ հիմա մենք տեսնում ենք, այդ քաղբանտարկյալների այդ գետիններին փռելու այդ խոշտանգումների հետ կապված, որ այդ դրսևորումները չլինեն։ Երևի հաջորդը լրագրողները, որոնք պիտի հասարակությանը ճիշտ իրազեկեն ու ճիշտ կտրվածքով իրազեկեն, թե այսօր ինչ է կատարվում, էլի, որպեսզի հասարակությունը վերջապես հասկանա, որ այս ինչով հիմա կատարվում է, դա նորմալ չի։ Դե իսկ հետո արդեն հասարակական կարծիքը երբ որ ճիշտ կձևավորվի այն երևույթների նկատմամբ, որը մենք այսօր տեսնում ենք, այդ ժամանակ արդեն իշխանությունները ստիպված կլինեն իրենց վարքագիծը համապատասխանեցնել այն նորմերին, որոնք որ պետք է որ իրենք վաղուց իմացած լինեն։
Պարոն, երբեմն հանրային այդ ճնշումը, հավաքները որոշ չափով փոխում են նաև դատարանների այդ կալանքների որոշումների փոփոխությունը, միջնորդությունների վրա ազդելու, օրինակ, չգիտեմ, միացնում Միքայել Սրբազանին, երբ առաջին օրը փորձում էին տանել, իրականում այնտեղ հավաքվեց մեծ հանրություն, թույլ չտալու եւ մեկ քայլ ետ կանգնեց այստեղ իրավապահ համակարգը այդ պահին գոնե չտարան դատարան եւ այլն։ Որոշ դեպքերում քրեական վարույթների դեպքերում եղել է որ հանրությունը դատարանի բակում է, գոռում է դա, այսինքն դատարանի վրա ազդեցություն կարող է ունենալ։ Գիտեմ, որ օրենքով չպետք է ունենա, բայց կարծես թե դա էլ որպես մեխանիզմ է։ Գիտեք, դա շատ վտանգավոր մեխանիզմ է։ Մեզ, ասենք, կարող է թվալ, որ այ հիմա հանրությունը դրական դեր խաղաց այսինչ մարդուն անօրինական չկալանավորեցին, հա, բայց միշտ դա բացասական է, հասարակությունը չպետք է կարողանա ճնշել դատարանների վրա, ուրիշ բան է, որ պետական մյուս մարմիններն էլ չպետք է կարողանան ճնշել դատարանների վրա, դա էլ մոտ ուրիշ հարց է։ Շրջափակման կոչ կար, հատավոր որ կարող էր իշխանության ասած իշխանել այդպիսի դա ոնց ասեմ, դրան հիմա կանդրադառնանք, հա երևի, ինձ թվում է ձեր հաջորդ հարցերից մեկը դա է լինելու։ Հիմա հարցը հասարակության կողմից, չէ, ճնշման մասին է։ Ես հիշում եմ, երբ որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն էինք ստանձնել, այդ նույն հասարակության միգուցե մի ուրիշ հատված, ինչպես էր մեզ վերաբերվում, ինչպես էին փորձում մեր կամքը կոտրել, որպեսզի մենք չկարողանանք արդյունավետորեն մեր պաշտպանությունը իրականացնել։ Եվ ոնց էին դատարանների վրա ճնշում։ Այն դատավորը, որը որ ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, այն դատավորները, որտեղ 3 անգամ ազատ արձակվեց։ Հա, դուք տեսնեիք, թե դատավորների նկատմամբ ինչպիսի ճնշումներ էին։ Դա չպիտի այդպես լինի։ Դա այդպես պիտի չլինի, անկախ նրանից, թե հասարակությունը այս կամ այն անձի նկատմամբ ինչ ձևի է տվյալ ժամանակահատվածում վերաբերվում։ Հիմա այն ժամանակահատվածում հասարակության այն հատվածը բացասաբար էր վերաբերվում պարոն Քոչարյանին։ Ու դուք ուղղակի նկարագրել դժվար է, թե ինչ ճնշումների տակ ենք մենք փաստաբաններս աշխատել եւ ինչ ճնշումներ են եղել դատարանների նկատմամբ։ Հիմա եթե մենք նորմալ համարենք, ասենք, թե մեր կողմից շատ հարգված անձի օգտին հասարակության ճնշումները դատարանների կամ իրավապահների նկատմամբ, մենք պիտի լինենք հետևողական եւ պիտի նորմալ ընկալենք, որ մյուս մասն էլ հասարակության ճնշումները գործադրելու իրենց կողմից, ասենք, հարգված մարդու օգտին կամ հակառակ իրենց կողմից չսիրված մարդուն ի վնաս։ Պետք է հասարակությունը ընդհանրապես դատարաններից հնարավորին չափ հեռու գտնվի։ Հասարակությունը հեռու գտնվի, իսկ իշխանությունը իշխանությունը պիտի ավելի հեռու գտնվի։ Իշխանությունը ընդհանրապես մոտիկ չգա դատարաններին, եւ ցավոք այս իշխանությունները սկզբում դա հայտարարագրելով այդ սկզբունքը եւ ճիշտն ասած շատ գայթակղիչ բաներ ասելով այդ ուղղությամբ 18 թվին ես լսել եմ ու ես տեսել եմ, որ այս իշխանությունները հենց ճիշտ թիրախի, դեռ իշխանություն չեղած ժամանակ, ճիշտ թիրախը գտել էին, թե ինչպիսին է պիտի լինի արդարադատությունը, ոնց չպիտի միջամտել արդարադատությանը եւ այլն։ Իշխանության գալուց հետո արեցին այն, ինչը որ նախ հակառակ էր ամբողջ դրա, ինչ որ իրենք ասում էին ինչեւ այդ։ Եվ երկրորդը դատարանների նկատմամբ ճնշումները հասցրեցին այնպիսի աստիճանի, որ ասենք, ես չգիտեմ, հիմա որ երկրի հետ ու որ դարաշրջանի հետ կարելի է զուգահեռներ անցկացնել։ Հասկանում եք։ Այսինքն, եթե ես ուզում եմ գտնել մի հատ երկիր ու որևիցե դարաշրջան, երբ որևիցե մի պետությունում այդպիսի բաներ ա եղել դատարանների նկատմամբ, ճիշտն ասած, ես չեմ կարող, երևի պատմաբանները գտնեն էլի ինչ որ միտեղ մի բան էսպիսի, որ ասենք երկրի ղեկավարը կարող էր ասել վաղվանից փակում ենք բոլոր դատարանների դռները, ոչ մի դատավոր պիտի չմտնի դատարան։ Հասկանում եք, տենց բան չի լինում։ Մենք տեսանք, այն ինչ որ չի լինում։ Ու ցավոք շատ ես ափսոսում եմ, որովհետև կոնկրետ մարդկանց մասին է խոսքը, ցավոք ես տեսնում եմ, որ մեր իրավապաշտպանները
շատ շատերը ոչինչ այդ ուղղությամբ ոչինչ չասին այդ մասին։ Այն մարդիկ, ովքեր որ հենց պետք է իրենց պատռեին, ուղղակի իրենց պետք է պատառոտեին, երբ որ այդպիսի բան տեսան։ Դե իրավապաշտպանները ոնց կարող էին լռել, երբ որ այդպիսի բան է տեղի ունենում, բայց լռեցին շատ շատերը։ Պարոն, այդ իրավապաշտպանների լռության այդ ընթացքն էր, որ նաև բերեց փաստաբանների նկատմամբ ճնշումների։ Ես էլ գոնե մոտա վերջին 20 տարում Հայաստանում չեմ հիշում, որ ոստիկանության բաժնում փաստաբանին ծեծեն, թույլ չտան վարույթին մասնակցել։ Շատ հաճախ փաստաբանների նույնիսկ ներս չեն թողնում քննչական գործողությունների մասնակցելու համար, ու 1-2 դեպքի մասին չի խոսքը։ Իրավապաշտպանների լռությունն է, փաստաբանների աշխատանքի թերացումն է, իշխանության հստակ այդ գործիքակազմն է, որը կիրառվում է նաև քննչական մարմիններում, ինչպես ստացվեց։ Գիտեք, այսպես ասեմ, էլի, երբ որ ինձ ճնշում են, եւ ինձ ճնշել են, հենց մասնավորապես պարոն Քոչարյանի գործով, այդ այն իրավիճակն է, որ ես պիտի ինքս փորձեմ ելքը գտնել։ Եթե պետությունն է դա թույլ տալիս, տվյալ դեպքում պետությունը դա թույլ էր տվել։ Այսինքն ակնհայտորեն դա կամ ուղղորդվում էր հենց պետական մարմինների կողմից այդ ճնշումը, կամ գոնե այդ լռությամբ պետությունը խրախուսում էր այդ ճնշումները։ Այդտեղ պետք է գտնել ճանապարհներ եւ պաշտպանել սեփական իրավունքը, փորձել պաշտպանել։ Հիմա կոնկրետ իմ դեպքում ես դիմեցի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, տեսնենք ինչ որոշում կկայացնի կամ ինչ վճիռ կկայացնի։ Ընդհանրապես փաստաբանների նկատմամբ ճնշումը դա նոր երևույթ չի, ես ուղղակի պիտի օբյեկտիվ լինեմ։ Ռուբեն Սահակյանի նկատմամբ փաստաբան Ռուբեն Սահակյանի երջանկայի շատակ մեր ավագ գործընկերոջ եւ երկար ժամանակ փաստաբանների պալատի նախագահ էր, եթե հիշում եք, պարոն Սահակյանը, նրա նկատմամբ ինքը միշտ ամենահայտնի փաստաբաններից մեկն է եղել ու ամենակոմպետենտ Տեր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակահատվածում նրա նկատմամբ եղել է ֆիզիկական հարձակում եւ բավականին լուրջ վնասվածքներ էր ստացել նա, ինչ որ իր գործի հետ կապված իր վրա եղել էր հարձակում հենց քաղաքի կենտրոն։ Այսօր սա ցավոք էլի իր նախադեպը ունեցող երևույթ է, բայց այդ աստիճանի համատարած չէր ցավոք, այսինքն ոչ թե ցավոք, այլ ցավոք հիմա համատարած է։ Այն ժամանակ եթե այդ մի դեպք էր ու բոլորին ցնցեց, հիմա համատարած է դարձել։ Քննչական մարմիններում քաղաքացիների անվտանգության պաշտպանությունը կարծես թե պետք է իրականացնի հենց քննչական մարմինը։ Մենք ունեցանք նաև դեպք, երբ քննչական մարմնի վերահսկողության տակ գտնվող քաղաքացին խոշտանգվեց։ Արդյունք չունենք։ Բանավորչություն է։ Սա դեպքը, երբ ուղղակի երիտասարդը, որը ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ էր վիճաբանության ենթարկվել, հենց քրեական մեքենայից իրեն հանեցին դուրս, քննչական մարմնի մեքենայից խոշտանգեցին եւ հետ վերադարձրեցին։ Դեպքը կարծես էլի որը չունի ու առաջին անգամ չէ ոստիկանության բաժնում այդ արատավոր երևույթը ծեծին մասին խոսում են գրեթե ամեն շաբաթ։ Տեսեք, կա այդ երևույթը, ինչ աստիճանի լայն է տարածված, ես հիմա կդժվարանամ գնահատականներ տալ։ Կդժվարանամ զուտ, որպեսզի այդ աստիճանի ծանր մեղադրանքը, շատ ծանր մեղադրանք է իմիջայելոց խոշտանգման հետ կապված այդ հայտարարությունը ինք իրենով, եթե այդպիսի բան է ասվում, պետք է բավականին լուրջ հիմքեր ունենալ դրա մասին ասելու համար։ Այդ երևույթը էլի է եղել։ Ուրիշ բան է, թե հիմա ինչ նոր երանգներ է ստացել ու ինչ բարձունքների է հասել, այսպես ասենք, տեսախցիկի առջև անձի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունք, այդտեղ ես իհարկե կկենտրոնանայի, այս հարցի վրա ես իհարկե կկենտրոնանայի։ Տեսեք, քանի դեպք կհիշեք, երևի շատ կհիշեք, երբ այս վերջի տարիներին, սկսած 18 թվականից, երբ այդ ասֆալտին փռելու երևույթը ստացավ իր այն ներկայ աստիճանաբար
զարգացավ եւ ստացավ այսօրվա իր տեսքը։ Գիտեք ինչ, եթե անձի նկատմամբ կիրառվում է պետության կողմից ավելի մեծ ուժ, քան ծայրահեղ անհրաժեշտ է տվյալ դեպքում կիրառել, դա արդեն իրանով ենթադրում է խոշտանգում կամ առնվազն անմարդկային վերաբերմունք, որը անթույլատրելի է, բոլոր դեպքերում անթույլատրելի է։ Անձի նկատմամբ կարելի է կիրառել ուժ միայն այն դեպքում, երբ որ դա նախատեսված է օրենքով եւ ծայրահեղ անհրաժեշտ է որոշակի հանգամանքներից ելնելով, օրինակ անձը, ով կասկածվում կամ մեղադրվում է ինչ-որ մի բանի մեջ, ֆիզիկական դիմադրություն է ցույց տալիս իրան բերման ենթարկելուց կամ ձերբակալելուց, հա, կամ զինված դիմադրություն է ցույց տալիս, կամ չի ենթարկվում, ֆիզիկապես չի ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին եւ կարելի է կիրառել միայն այն շեմի, մինչեւ այն շեմը, որ անհրաժեշտ է, որպեսզի օրինակ այս մարդուն A-կետից տանել հասցնել B-կետ, այսինքն օրինակ ոստիկանության բաժին։ Դա պետքա թևերի տակից վերցնել, բարձրացնել, ոտքերից էլ բռնել, տանել։ Բայց երբ որ մարդուն ձերբակալելուց այդ նվաստացնող այդ վիճակներն, որ sense մի ձեռքը sense են բարձրացնում, մյուս ձեռքը sense են բարձրացնում, ստիպված ինքը կռանում է ու այդ վիճակով իր տնից հանում են իր երեխաների աչքի առաջ ու իր հարևանների, ու հանկարծ չգիտես ինչու հենց այդտեղ հայտնվում է մի հատ էլ տեսախցիկ, որ այդ ամեն ինչը նկարում է ամբողջ աշխարհով մեկա դա այդ պատկերը տարածում, հա, այստեղ ակնհայտ է, որ պետությունը դիտավորյալ նվաստացնում է տվյալ անձին, նրա արժանապատվությունը նվաստացնում է դիտավորությամբ։ Ուրեմն ես վատ նորություն ունեմ այդ ոստիկանների համար։ Իրենց թող չթվա, որ եթե իրենք հիմա այդ հրամանները կատարում են, իրենց քրեական պատասխանատվություն չի սպասում։ Իրենց սպասում է քրեական պատասխանատվություն ընդ որում անկախ ժամանակային գործոնից։ Եթե օրինակ սպանության համար մենք մի ցինիկ արտահայտություն ունենք սովորական սպանություն, հա, այսինքն առանց ծանրացուցիչ հանգամանքների, վաղեմություն կա, իրանց այդ տարածի համար վաղեմություն չկա, ինքը 80 տարեկանում իր տանը մահճակալի մեջ պարկած կլինի, մի օր հետևից կգան այդ տեսանյութով, որ ինքը այդ գործողությունը կատարել է։ Այսինքն խոշտանգելը այս վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ, այդ ասֆալտին փռելը, այդ ծալած վիճակում կամերաների առաջ մարդուն ձերբակալելը եւ այլն, դրա համար իրենցից յուրաքանչյուրը կրելու է քրեական պատասխանատվություն ու հրաման կատարելը, ակնհայտ ապօրինի հրաման կատարելը ինքը չի ազատում քրեական պատասխանատվությունից ու վաղեմություն սրա վրա չի տարածվում։ Թող իրենք լավ պատկերացնեն, որ իրենք իրենց դատավճիռը իրենց ձեռով արդեն գրել վերջացրել են, մնում է կատարելը։ Մի օր այդ դատավճիռը իրանք իրենց դատապարտել են այս վատ հետևանքների, չի կարելի օգտվելով առիթից ոստիկաններին մի հատ լիկբեզ անցկացնենք, էլի մի հատ իրենց այն ինչ որ իրանք լավ չգիտեն կամ իրենց չի բացատրվել, փորձենք իրենց բացատրել, չի կարելի հարգելի ոստիկաններ։ Դուք իրավունք ունեք ուժ կիրառել անձի նկատմամբ միայն այն դեպքում, երբ որ դա պարզապես ծայրահեղ անհրաժեշտ է ու բացի ուժ կիրառելուց ուրիշ ճանապարհ չկա այդ նպատակին հասնելու համար։ Հիմա եթե դուք դա անում եք առանց անհրաժեշտ նախապայմանների, ուղղակի որպեսզի այդ մարդուն լրացուցիչ նվաստացնեք, որովհետև ձեր պետերը այդպես են ասել, իսկ իրանց պետերին էլ մի ուրիշ պետ է այդպես ասել, դուք ձեր մասով ենթարկվելու եք քրեական պատասխանատվությունից ու դրա վրա վաղեմություն չի տարածվում։ Պարոն Ալմյան, մեր հաղորդումը կոչվում է իրավաբանական կլինիկա ու հիմքը դրված է այդ իրավական առողջացումը։ Կարող է քրեական իրավունքը երբ պահպանվի բոլոր միջոցներով դառնալ իրավական առողջացման գործիք, ինչպես եք դա պատկերացնում։ Իրավական առողջացումը ինքը բազմաշերտ է, տարբեր ճյուղերից է կախված, այդ թվում նաև քրեականից։ Բայց այնտեղ կա նաև վարչական ոլորտ, որտեղ վարչական իրավախախտումներն են եւ վարչական պատասխանատվություն, այնտեղ կա քաղաքացիական
քաղաքացիա իրավական ոլորտ, որտեղ քաղաքացիական հարաբերություններն են, ասենք քաղաքացու հետ խնդիրներ կամ իրավաբանական անց քաղաքացի կամ նրա իրար միջև։ Այսինքն այս բոլոր ոլորտներն էլ պիտի աշխատեն, որպեսզի ընդհանուր առմամբ խոսքը գնա իրավական առողջացման մասին, բայց դե մթնոլորտն էլ պիտի առողջ լինի, որպեսզի մարդիկ հասկանան ինչի մասին է խոսքը, որտեղ եթե մեկը ասում է ասֆալտին փռեք, հետո մարդկանց չես կարողանում բացատրել, որ ասֆալտին փռելը սխալ է։ Իրանք էլ են սկսում հետո իրար ասֆալտին փռել։ Չի կարելի այդպես։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ իրավաբանական կլինիկայի հյուրն էր քրեական վարույթներով փորձառու փաստաբան Հայկ Ալոմյանը։ Մենք խոսում էինք առհասարակ քրեական իրավունքի էության մասին եւ այն խնդիրներին, ինչ այս պահին առկա է հասարակությունում։